Երևանը ժամանել Հայաստանի Հանրապետության Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Ուշադրություն է գրավում, որ գրեթե համաժամանակ ռեգիոն են ժամանում Չինաստանի նորանշանակ դեսպանը թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Մի քանի օր առաջ էր Բաքու ժամանել Չինաստանի նորանշանակ դեսպանը։ Այս հանգամանքը խոսում է թերևս այն մասին, որ Չինաստանը ըստ էության նոր մեկնարկ է տալիս իր ռեգիոնալ քաղաքականությանը, որի առնչությամբ կան ուշագրավ երանգներ։ Հիմա տեսեք, Չին-ադրբեջանական ռազմական գործընկերության մասին համատեղ հայտարարության մեջ ըստ էության արտացոլվում էր Պեկինի հավակնությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ ընդհանուր ռեգիոնալ լանդշաֆտի հանդեպ։ Իսկ այստեղ բնականաբար անմասն չի լինելու Հայաստանը։ Հաշվի ենք առնում այն, որ Պեկին-Բաքու համատեղ հայտարարության մեջ առանցքային արձանագրում ուներ Չինաստան-Եվրոպա-Չինաստան տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի կամ այլ կերպ ասած միջին միջանցքի հանգամանքը։ Իհարկե այստեղ Չինաստանի համար կա վրացական ուղղությունը։ Պեկինը բավականաչափ գումարներ է ծախսում Վրաստանում ենթակառուցվածքների ձևավորման համար, թե երկաթուղու, թե ավտոճանապարհների եւ թե նավահանգիստների առումով։ Մասնավորապես Չինաստանը կառուցում է Սև ծովում խորը նավահանգիստ Վրաստանի Անակլիա քաղաքում։ Տեսեք, Չինաստանը Եվրոպայի հետ տրանսպորտային միջանցք ասելով պատկերացնում է ամբողջ Կովկասը, թե Կովկասում ադրբեջանա-վրացական երթուղին, որովհետև այդ ֆոնին օրինակ Եվրոպական միությունը միջին միջանցքի մյուս խոշոր շահառուն, կարծես թե կենտրոնացած է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու վրա, հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերության բարդությունները։ Եվ այստեղ հարց է առաջանում Չինաստանը կբաժանի երթուղիները ԵՄ-ի հետ, թե կփորձի հավակնել բոլոր երթուղիներով դոմինանտության, այդպիսով թե Եվրամիության հանդեպ առավելության համար, թե ընդհանրապես գլոբալ վերափոխումների գործընթացում դիրքերի ամրացման եւ խաղային կշռի առավել բարձրացման։ Այդ համատեքստում օրինակ մի քանի օր առաջ Աֆղանստանի թեմայով Բաքվում կայացած համաժողովին մասնակցող ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինն արդյոք Ադրբեջանի հետ խոսել է Չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության թեմայով, հատկապես որ նրա այցը Բաքու նախորդել էր Ալիևի Պեկին կատարելիք այցին։ Ռուսաստանը օրեր առաջ Աֆղանստանի հետ քննարկել էր տրանսպորտային ուղիների շինարարության հարցը։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։